Good afternoon, everybody. Welcome to the Բարի լույս, բարի գալուստ մամլո ասուլիսին, գործընկերության խորհրդի Երամիցյան Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստը տեղի ունեցավ, բարձր ներկայացուցիչ Քալասը, նախարար Միրզոյանը եւ հանձնակատար Կոսը ձեզ կներկայացնեն մամուլի ասուլիսը։ Խոսքը բարձր հանձնակատարին, բարի լույս, հարգելի Պարոն նախարար, հարգելի Արարատ, շնորհակալություն, որ Բրյուսելում եք։ Այսօր շատ լավ քննարկումներ ունեցանք տարբեր հարցերի շուրջ։ Եվրամիության Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել։ Եվրամիության Հայաստան գործընկերության համար սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար։ Աջակցել ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային, նաև մենք համագործակցելու ենք վիզայի անցման եւ անվտանգության ոլորտում։ Դեկտեմբերին 27 արտգործնախարարների հետ հանդիպում ենք ունենալու, դες հրավիրում եմ այդ հանդիպանը, խոսելու ենք Հայաստանի դիմակայունությանը եւ վերաբերող հարցերի եւ ընտրություններին վերաբերող հարցերի վերաբերյալ կարճ ասած 25-ը կարևոր տարի է եղել Եվրամիություն Հայաստան հարաբերությունների համար նաեւ ձեր երկրի ձեր համար շատ կարևոր տարի է եղել 25 թվականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունները որ մեկնարկեցին օգոստոսին շատ կարևոր է, նրանցով ավարտվեց տարիներ շարունակ իրական տեղի ունեցող կոնֆլիկտը եւ դուք ունեք Եվրամիության աջակցություն այս հարցում, Եվրամիության ամեն ինչ կանի ձեզ աջակցելու համար։ Այսօր ես հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, դեպի որը ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանը մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու ականազերծման գծով վերապատրաստում սարքավորումներ են տրամադրվելու իհարկե Հայաստանը նաեւ այլ մարտահրավերներ ունի Ռուսաստանը եւ իր պրոքսիները ապատեակատվական արշավներ են իրականացնում Հայաստանում Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է, Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Մարտան ավելի մանրամասն կարող է ներկայացնել Եվրամիությունը ինչ կարող է անել Հայաստանին այս առումով աջակցելու համար։ Ինչպես մենք սովորեցինք Մոլդովայում արտասահմանյան ազդեցության դիմակայելը պահանջում է ամբողջ հասարակության մասնակցությունը եւ շատ ուրախ ենք լսել ձեզանից, որ Հայաստանում նույնպես այդպես է, ակտիվ քաղաքասարակությունը, անկախ լրատվամիջոցները չափազանց կարեւոր են։ Հստակ նշենք, որ դուք այս մարտահրավերների առաջ միայնակ չեք կանգնած, մենք պատրաստ ենք ակտիվ աջակցել ձեզ, հարգելի Արարատ Շնորհակալություն, որ այստեղ եք, մեր հետ եք այսօր, շնորհակալություն քննարկումների համար, ես